Սուքյաշյան։ Պարոն Թունյան, ես այսպիսի մի հարց ունեմ։ Ինքնաշխատ աշխատավարձը են եկամուտը, որը որ երևում է, դա անպայման ինքնաշխատ ցույց կտրվի, համակարգում կլինի։ Երբ որ օգնություն է ուղարկում ծնողների իրենց երեխաներին կամ երեխաների իրենց ծնողներին, դա նույնպես ինչ-որ մի երկրում հարկված եկամուտ է համարվում, որտեղ մարդը արդեն տրանսֆեր է անում, դա նշանակում է այդպես է։ Դա ինչպես պետք է վերաբերվի այդ գումարին, պետք չէ ֆիզիկական անձը դրա մասին մտածի։ Եթե այդ համակարգ եկա որպես տրանսֆեր, արդեն նույնականացվի այդ մարդը, դա ինչ-որ միտեղ պետք է նույնպես մի ինչ-որ սենյակ լինի, մարդու սենյակ, ծախսերի առումով մյուս, դա ակնհայտ կերպ է, որ այս ինչ երկրից այսքան գումար է ստացել։ Այստեղ մեր կռիվը ամբողջ որ տարիների ընթացքում պետք է, դա երբ որ արձերն ծախսեր կլինի, որը մենք չենք կարող գրանցել։ Իսկ մնացածը, որը որ ընդհանուր համակարգում է լինելու, դա ամեն ինչ պարզ երևալու է։ Եվ վերջում, եթե ուզենաս, դու ընդհանուր քո երկրի առևտրի եւ մնացածով մեկը նույնպես էլ նույնականացնելու է այդ մարդը, որտեղ ինչ առևտուր արել է, նույնպես ցանկացած մարմին կարող է տեսնել։ Խնդրում եմ այս մասի բացատրությունը տաք, թե ինչքան է ինքը հեշտանալու։ Այս իրավունքները տալուց, այս օրենքը ընդունելուց հետո շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքյասյան, հարցի համար։ Տեսեք, եկամուտների հայտարարման համակարգի հիմնական նպատակը եղել է ոչ թե ֆիսկալ նպատակը, այսինքն որ այդտեղ լրացուցիչ հարկեր հայտնաբերվեն, այլ ավելի շատ քաղաքացիների ու ընտանիքների սոցիալական վիճակի մասին ու դրամական շարժերի մասին պատկերացում կազմելը։ Դրա հետ կապված կհիշեք, որ ժամանակին շատ շահարկումներ կային, որ բարեկամների ուղարկված փողերը հարկվելու են, արտերկրում աշխատող մեր քաղաքացիների կողմից իրենց ծնողներին ուղարկված գումարները հարկվելու են, հարկման մասին ընդհանրապես խոսք չկա, այսինքն եթե կատարվել է նվիրատվություն կամ ուղղակի մարդի բարեկամներին գումար է ուղարկել, հարկի թեման փակ է, այսինքն ի սկզբանե այդպես է եղել։ Հիմա ամբողջ հարցը վերաբերում է հայտարարագրել դա, թե չհայտարարագրել։ Դրա համար սկզբից նշված էր, որ բոլորը պիտի հայտարարագրվեին, հետո պետական եկամուտների կոմիտեն, այսինքն կառավարության որոշմամբ շեմ սահմանվեց 300,000 դրամ, որ մինչև 300,000 դրամ փոխանցումները դրանք հայտարարագրման ենթակա չեն։ Հիմա մենք այս փոփոխությամբ ասում ենք, որ անկախ գումարի չափից բարեկամների միջև դրամական փոխանցումները ընդհանրապես պետք չի հայտարարել, որովհետև այդտեղ որևէ ռիսկ կամ որևէ հետաքրքիր ինֆորմացիա ֆիսկալ տեսանկյունից չկա, բայց սա չի, այսինքն կարող է լինել փոխանցում, որը ամեն դեպքում հայտարարել կլինի, եթե բարեկամների միջև, բացի բարեկամական հարաբերություններից, նաև ինչ-որ գործարքային հարաբերություններ է տեղ ունեցել։ Այսինքն, եթե բարեկամը, օրինակ, ամուսինը եւ կինը իրար հետ ինչ-որ գործնական հարաբերություններ ունեն եւ ինչ-որ մեկը մյուսի մոտ է աշխատում կամ ինչ-որ ծառայություն է մատուցում, այդ տիպի փոխանցումը այդտեղ պարզ է, որ անկախ գումարի չափից հայտարարման ենթակա է։ Բայց եթե ուղղակի, չգիտեմ, ուսման վարձը տալու համար կամ հիպոթեկը փակելու համար կամ ինչ-որ ծախս կատարելու համար ընտանիքի անդամների միջև փոխանցումներ են եղել, դրանք ընդհանրապես անկախ գումարի չափից հայտարարման պահանջից հանում են։ Արձագանք։ Մենք պետք է չհամաչենք, ասենք, մեզ ինչա պետք մեր երկրին, մեր պետությանը, մեր ապագային։ Մեզ պետք է վիճակագրություն, որ հասկանանք մեր երկրում ինչ է կատարվում, ինչ կարգի հոսքեր են գալի, այդ հոսքերը ուր են գնում, որտեղ դա պետք է մենք հասկանանք էլ տուրիզմը ինչքան է ծախսում, ինչ կարգի հատվածներում է ծախսում։ Մեկ էլ մյուսս տվերի դեմ պայքարն է, որ հանկարծ արձերն չլինի, ուղղակի տեսնենք, որտեղ չկա այդպիսի մի երկիր, որ ինքը չիմանա իր երկրում ինչ շարժ կա։ Մենք եկեք պարզ ասենք, որ մենք մարդկանց չենք անհանգստացնելու, մարդիկ եթե աշխատեն, մեկ էլ հանդարտ չլինի, որ չգրանցված աշխատող լինի, ինչ-որ արձերն գումար տան։ Այս ամեն ինչը մեզ օգնելու է նորից, որ աշխատատեղերը կմեծանա, դրանք կգրանցվեն, որ ավելի շատ շրջանառություն կլինի, ավելի շատ գումար կգեներացվի, եւ այդ ամեն ինչը կտեսնենք, կհասկանանք, տեսնելուց հետո ինչ կարող ենք անել, որպեսզի առավել լավացնենք։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, հաջորդը ես հարց կտամ։ Արձագանք, իսկ դու չեք արձագանք։ Պարոն Սուքյասյան,
միանգամայն ճիշտ եք ու նախագիծը ընդունվելու ժամանակ նշվում էր, որ նպատակներից մեկը անձնավորված հաշվառման համակարգ ունենալն է, որպեսզի պետությունը ամբողջական ինֆորմացիա ունենա սեփական քաղաքացիների մասին, ոչ թե նրանց հարկային բեռով ծանրաբեռնելու համար, այլ ճիշտ սոցիալական եւ այլ քաղաքականություններ մշակելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար, որովհետեւ եթե մենք այսօր ուզենանք որևէ թիրախային աջակցության ծրագիր իրականացնենք, վերջում կպարզվի, որ մենք պետական բյուջեի միջոցներից աջակցություն ենք տվել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն եւ չենք տվել այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ես հույս ունեմ, որ այս big data-ով ու ժամանակակից տեխնոլոգիաներով այդ ամենակարևորը ձեր նշած ճիշտ ելակետային տվյալների բազա ունենալն է, քաղաքացիների իհարկե տվյալների անվտանգությունը պաշտպանելով։